ներսում գտնվող թիմը նաև օգնում է մեծահասակներին, որպեսզի կարողանան օգտվել եւ ոչ միայն հենց սոցիալական հարթակներից, այլ նաև տարբեր on-line պլատֆորմներից, քանի որ դրա անհրաժեշտությունը լինում է մեկ-մեկ անհրաժեշտ է լինում, որ իրենք կարողանան հասկանալ թե ինչպես որևէ գնում կատարեն կամ կարողանան հասկանալ ինչպես է ընդհանրապես տվյալ հավելվածը աշխատում կամ կարողանան ճիշտ զանգ կատարել, ճիշտ մեկնաբանություն գրել եւ այդ ամենը ընթացիկ փորձում ենք նաեւ չակերտավոր փափուկ հմտությունների միջոցով թիմի կողմից տրամադրել Ես կօգտագործեմ այս առիթը եւ քանի որ հենց ձեր հաղորդումն է երկրորդ շնչառություն է կոչվում, գուցե նաեւ հենց հղում անելով, որ մենք բոլորս տարբեր հարցեր ունենք, ընտանիք, աշխատանք կամ գուցե որոշակի այսինքն պարտավորություններ, բայց շատ կարեւոր է անընդհատ կրթվել, անընդհատ նոր բաներ սովորել եւ ինչպես պարոն Ռուբենն է նշեց, շատ կարեւոր է ժամանակից հետ չմնալ։ Դա օգնում է եւ հասկանալ թորնիկներին, երեխաներին կամ ընդհանրապես շրջապատող աշխարհը եւ օգնում է ինքնուրույն փոքրիկ հաղթանակներ ունենալ։ Ընդհանրապես ես սա հոգեբանության դաշտ կտանեմ, երբ որ մարդիկ ունենում են փոքրիկ հաղթանակներ, այսինքն իրենց մոտ ինչ որ մի բան է ստացվում, իրենք երջանկանում են։ Եվ ես կուզեմ, որ շատ մասնակիցներ գրանցվեն, գան, ստանան այդ երջանկության կտորները, երբ որ կկարողանան ինքնուրույն իրենց առաջին մեյլը բացել, երբ որ կկարողանան ինքնուրույն ինչ որ գործողություն կատարել համակարգչով, երբ որ կկարողանան ճիշտ տեղում մեկնաբանել ինչ որ մի հարցում ուղարկել, չէ՞, կարևոր իրենց համար կարևոր։ Այո, կհասկանան ընդհանրապես ինչ է ընդհանրապես այդ վախենալու դաշտը, որ իրենք անընդհատ փորձում են թորնիկներից հարցնել, երեխաներից հարցնել, բայց իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Այնպես որ անպայման գրանցվեք։ Մենք հայտադիմումները եւ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի էջում ենք տարածել եւ հենց հայ-հնդկական գերազանցության կենտրոնի էջում ենք տարածել։ Շինարարության էջերում էլ տեղադրել ենք, հրավիրել ենք բոլորին։ Եվ եկեք հիշեցնենք, որ դասընթացը անվճար է, որովհետեւ նաեւ 60+ մարդիկ երբեմն հնարաբացի այն, որ ժամանակ չունեն հատկացնելու, չեն գտնում, բացի այն, որ մտածելակերպի պատճառով խորշում են նոր բան սովորել, անհարմար են զգում, ամաչում են երբեմն, բայց նաև ֆինանսական բաղադրիչն էլ կա։ Եկեք շեշտենք, որ ծրագիրը անվճար է։ Շատ բարի, շնորհակալ եմ այդ կարևոր կետին անդրադառնալու համար։ Այո, մեր թիմի համար էլ է սա շատ կենսական, քանի որ մենք հասկանում ենք, որ սա օգտակար նախաձեռնություն է հանրությանը, եւ այո, դասընթացը անվճար է բոլոր մասնակիցների համար, այնպես որ խրախուսում ենք, որպեսզի գրանցվեն, մասնակցեն եւ այս հնարավորությունից օգտվեն։ Իսկ որ օրերին, որ ժամին, որքան տևողությամբ, ինչ խմբեր են, քանի հոգանոց։ Մենք հիմնականում ցանկանում ենք, որպեսզի խմբերը չլինեն, այսինքն չգերազանցեն 15-ը, քանի որ այդպես եւ ինչպես պարոն Ռուբենը ներկայացրեց, շատ մանրամասն է աշխատում, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ստանալ անհատական մոտեցում եւ նաեւ ժամանակը բավարարի, ուստի դասընթացները այս անգամ տևողությունը 1.5 ամիս է, շաբաթական 3 անգամ, երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ ժամը 4-ին։ Դե կդիմեն մանրամասն էլ կիմանան, ամեն քան մի բան էլ մտքով ստացավ, ես էլ տարեցների հետ շփումներ շատ ունենում եմ, երբ որ իրենց խնդրում ենք ինչ որ նոր բան սովորել, հատկապես նույն Viber, WhatsApp-ի հետ, իրենք ոնց որ պատկերացում ունեն, որ ամեն ինչ գիտեն, մի տեսակ սովորելու ցանկությունը, ընդունել, որ կարիք ունեն սովորելու, սրան էլ ենք բախվում։ Դուք ինչ եք տեսնում, եկող մարդիկ իրենք բաց են սովորելու, թե ասում են դե մենք գիտենք, ինչու կան ձեզ մոտ։ Օրինակ, մարդիկ որ թեկուս հեռախոսով նայես, դե ես թորիս զանգում եմ, դե ես ֆոտոն կարող եմ բացեմ, բայց էլ ինչ կսովորեն, եթե կան ձեզ մոտ։ Նու ես ձեզ ասեմ, հիմա ուրեմն այնպեսի դար է, որ ինտերնետը շատ մեծ դեր է խաղում։ Գոյություն ունի այսպիսի գաղափար, ամպի գաղափարը։ Եվ ֆիրմաները, օրինակ Microsoft-ը իր համար փաթեթներ է սարքել, որ մարդը գրանցվելուց, այսինքն ունենա account, նու այդ հայերեն հաշիվ հաշվառում գայլա տենց ասել, իրանք կարող են օգտվել շատ մեծ հնարավորություններից։ Օրինակի համար ես կարամ ձեզ ասեմ, որ իրանք այսպեսի գաղափար կա դիսկ գաղափար, որը նշանակում է դուք այդ ինֆորմացիան կարող եք գրեք ամպում, վերև ինչ որտեղ։ Եվ աշխարհի որ մասում լինեք, դա լինի Ավստրալիա, Կանադա, թե Հայաստան, թե Բրազիլիա, իրանք այդ իրանց ինֆորմացիան հասանելիություն ունեն։ Մյուսը հաջորդը օրինակ meet, որը անգլերեն նշանակում է հանդիպում։ Դա ուրեմն
on-line դասընթացների վերաբերյալ։ Կարող են օրինակ շատ ժամանակ ես իրանց ասում եմ, եթե դուք դժվարանում եք, այսին ժամերին ես օգտվում եմ կոմպյուտերից։ Կարող եք կապնվել իմ հետ։ Միանալ, ես ասեմ ինչոց է։ Ոչ բոլորը, բայց եղել է որ շատ բան են անում։ Ընդ որում, գիտեք, եթե այդ կապը ստեղծում է, ես ասացի այն անմիջականը չի ինչ որ դասարանում։ Իրանք ամեն անգամ հարց են տալիս եւ բավական ժամանակ է գնում որպես ես իրանց ավելի շատ քան թե կան դասընթացներ։ Դա որ խորհուրդ կտամ որ բոլորը կան դասընթացներին։ Դասընթացն ավելի կոնտակտային է այդ կապը։ Առարկայական այդ պահին կհարցնեն։ Այո, թե չէ որ հարցնում են հետո գիտեք ինչ մի քիչ դժվար է տենց բացատրել։ Չնայած եմ տալիս ամեն ինչը։ Գոյություն ունի նաեւ օրացույց։ Որի միջոցով ասենք որևէ մեկը եթե ուզում է ինչ-որ միջոցառում իրականացնի ունի իր խումբը ուրեմն ստեղծում է այդ ուրեմն միջոցառումը հրավերքը եւ ուղարկում է մարդկանց կարող են թորնիկների պարապմունքների ժամերը ֆիքսել կարող են բժշկի գնալը ֆիքսել ամեն ինչ ծննդյան օրերը Օրինակ, եւ մեյլով կարելի է, եւ ասենք թե բանով կարելի է, օրացույցով կարելի է, իրանք նշում են օրինակի համար, ասենք ես գիտեմ իմ ընկերոջ ծնունդը այսօր հիշել եմ, որ այսինչ օրն է։ Ես նախապես պատրաստում եմ սիրուն ուրեմն շնորհավորանք եւ դնում եմ կոմպյուտերի մեջ իրան հրաման եմ տալիս թե այսինչ օրը, այսինչ ժամին ուղարկի ինքը հետ իրականացնում։ Շատ մոտիվացնող առաջարկներ են, հատկապես այն, որ բոլոր տատիկները, պապիկները բողոքում են, որ հեռախոսը լցվել է այլևս նոր հեռախոս են ուզում, այ ձեր անպային տեխնոլոգիաներ, այստեղ կարող օգնության գալ։ Ես էլ փորձում եմ մտաբերել այն հնարավորություններ, որ իրենց իսկապես կխթանեն, որպեսզի դիմեն, չալարեն, չամաչեն, կոտրեն երբեմն էլ հարազատների այդ բարիերը, որ ուր ես գնում, ինչ ես սովորում եւ գան անպայման։ Շարունակելով միտքս, կա օրինակի համար կոնտակտ, այսինքն հավելված։ Դա ինչ է իրաց ներկայացնում, ուրեմն, եթե ես ունեմ հեռախոս եւ այնտեղ բնականաբար հեռախոսի համարներ են, դա մի հատ չի, երկու հատ չի, որ ես անգիր հիշեմ։ Ուրեմն այդ կոնտակտների հեռախոսի միջոցով ես դա կարող եմ գցեմ ուրեմն ամp, ինչ որ տեղ։ Նոր հեռախոս եմ ձեռք բերում։ Ես կարող եմ այդ բեռնեմ, դնեմ իմ հեռախոսից մեջ, ոչ թե բռնեմ սախոսը անանեմ։ Նույնը ասենք ֆոտոները Այդ ջեր ասածը գալիս են ասում են գիտեք ինչ իմ մոտ արդեն հեռախոսս լցվել է որպես կանոն խեղճերն էլ միշտ օգտվում են թորների երեխեքի հին հեռախոսներից մի հատկապես մեծ հիշողությամբ ու տարողությամբ հեռախոսներ չունեն եւ բախվում են այսինքն բայց այնինչ կարող են դե կոմպյուտերի հնարավորությունները ավելի շատ է քան թե հեռախոսի բնականաբար եւ հա հետո այդ գիտեք ինչն են կա այսպեսի գաղափար սինխրոնիզացիա Այսինքն կոմպյուտերը ինչ անում է, նույնը անում է հեռախոսի մեջ, նույնը անում է պլանշետի։ Այդ այն ժամանակ երբ որ կա ընդհանուր մի հատ account եւ այդ սինխրոնիզացիան իրականացնում են։ Հուսանք այս մոտիվացնող օրինակները կխթաներ որ ուղակի մարդիկ գան եւ մեկ էլ մի վերջին հարց ձեր ամենա այսպես ասենք մեծահասակ տարիքով աշակերտուհին քանի տարեկան է եղել եւ արդյոք հաճախել է ասեմ անկեղծ ասեմ ես չեմ հետաքրվում իրանց տարիքի հետ կարող է վիզուալ ինչ որ թիվ ասեմ բայց դա սխալ կլինի ով որ գրանցում են մեր ժողովրդին բնականաբար իրանց անձնագիրը վերցնում են որ իմանան ով այն ինչ որ հարցեր լինեն դիմեն այդ հարցերով դժվարանում է ես չեմ կարող ստույգ այդ ձեր հարցին պատասխանել Իսկ միջին տարիք կա Իզաբելա Ես հստակ գիտեմ որ մենք ունեցել ենք մասնակից 83-84 տարեկան որ փորձել է բախտը որպեսի կրթական ծրագրի միջով անցնի եւ մեր թիմը խրախուսել է եւ երևի թե դա դեռևս ամենաբարձր շեմն է եւ մի օգտվելով արտից քան որ տարիքի թեմայից ենք խոսում հետաքրքիր է որ մենք սկզբում հենց 60+, 55+ տարեկան մարդկանց համար էինք այդ ամեն ինչ արել բայց արդեն մենք մի փոքրել ենք շեմը իջեցրել եւ դարձրել ենք 50-ից եւ ավել տարիքի մարդկանց համար, քանի որ մենք նկատել ենք, որ շատ մարդիկ իսկապես կարիք ունեն, այնպես որ մենք բացենք 50 եւ ավել մինչեւ 90, 100 բոլոր ցանկացողների համար, ովքեր վիճակի են եւ ցանկություն ունեն սովորելու։ Երբեք ուշ չէ կրթվելու համար եւ տարիքներ խոչընդոտ չէ նոր բաներ սովորելու համար, այլ ընդհակառակը։ Լինի միայն ցանկություն